Պարոն Սիմոնյան, տարբեր քաղաքական իրադարձությունների ժամանակ չենք տեսնում ձեր ակտիվ արձագանքը, մասնավորապես կնշեմ Վարդան Ղուկասյանի այդպես ձերբակալումը, իր հետ կապված միջադեպերը, տարբեր մարդիկ գրառումներ արեցին, ինչ որ կերպ իրենց դիրքորոշումը ներկայացրեցին։ Դուք ինչ դիրքորոշում ունեք, որովհետև որևէ կերպ հայտնի չի ձեր վերաբերմունքը այդ ամեն ինչի։ Իմ կարծիքով ամեն ինչ չի, որ խոսքերով պետք է լինի, նաև գործով է, իսկ մենք այդ գործերում միշտ առաջատար ենք եղել, ինչքան քիչ խոսք, ավելի շատ գործ, այդքան ավելի լավ։ Քանի որ շատ կարճ տևեց այդ ձերբակալման process-ը, մոտ 2 ժամ, դրա համար մենք բան չարեցինք, բայց գործով իհարկե մենք դատապարտում ենք եւ դա անթույլատրել է։ Իշխանականները համարում են, այսինքն ոչ միայն համարում են, այլև եւ գրառում են անում եւ ազգային ժողովի ամբիոնից էին այդ մասին հայտարարում, որ Վարդան Ղուկասյանը 13 տարի կառավարելով քաղաքը թալանել է մի շարք պետական հիմնարկներ իրենով է արել, հիմա էլ անցնում է ապօրինի գույքի այդ օրենքի հարուցած հետևանքներով հակակոռուպցիոն դատարանում։ Դուք Վարդան Ղուկասյանի որպես գյումրեցի այդպես թալանչի կրիմինալիստ համարում եք, թե չէ, ու Գյումրին իդորոք կրիմինալ քաղաք է եղել, թե չէ։ Նայեք, ինձ հարցեր եք տալիս, որոնք այսօրվա հետ կապ չունեն, այսօրվա գործող այս մեր համակարգի հետ։ Նմանատիպ հարցերին պատասխան տվել է հենց ինքը Ղուկասյան Վարդանը, նաև հենց ինքն է նշում, որ գյումրեցին գիտի որը որանց է եւ գյումրեցին իր կարծիքը միշտ հայտնել է։ Դրա համար այսօր այս նախընտրական փուլում ես կարծիք հայտնեմ որևիցե դեպքի, համարում եմ ավելորդ, այսքանը։ Իսկ հնարավոր է միավորվեք Վարդան Ղուկասյանի ձեր ձայները միավորեն կամ հետ ընտրական դաշինքով հանդես գաք, ընդհանրապես առաջադրված ուժերից ում հետ եք բացառում համագործակցությունը, ում հետ եք հավանական համարում։ Բացառում ենք գործող իշխանության հետ ընդհանուր բան ունենալը, բացառում ենք Եվրադաշինքի հետ, որովհետև քաղաքական տարբեր հատվածներում ենք գտնվում, մասնավորապես իրենց հայտարարությունը, որ իրենք կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացումը Գյումրիից, իսկ դա մենք համարում ենք շատ վտանգավոր, չհաշվարկված եւ աղետաբեր քայլ, ինչպես որ ժամանակին Արցախի հետ կապված հարցերում ենք դիրքորոշում ունեցել։ Մնացած ուժերի հետ ոչ մի բացառում չունենք, ունենք հայտարարած սկզբունքներ, որ եթե մեր ծրագրերի եւ գաղափարների հետ ընդհարում չկա, ուրեմն տվյալ քաղաքական ուժի հետ մենք ունենք ընդհանուր հայտարարի գալու մեխանիզմ եւ այդտեղ էլ ասեմ մեր կարծիքով ամենաճիշտ տարբերակն է, որ դիմադիր դաշտում ամենաշատ ձայն հավաքած դաշինքին կուսակցությանը բոլորը աջակցեն, որ հենց ինքը ստանձնի Գյումրիի կառավարումը առանց որևիցե պաշտոնի ակնկալմամբ, որ 2 մանդատ ունեցողը չփորձի թելադրանքների ինչ որ շանտաժի միջոցով, կոալիցիան վիժեցնել, դրա համար մենք կողմնակից ենք, որ առավելագույն ձայներ ստացած դիմադիր ուժին բոլորը աջակցեն առանց որևիցե պաշտոնի ակնկալումով։ Արտյոմ Թումանյանը թեկնածուներից, որ երկար տարիներ աջակցել սատարել էր Փաշինյանին, հացադուլ էր արել իր համար, հանրահավաքներ պատերազմից հետո հանրահավաք հատուկ հանուն Փաշինյանի, այսօր դարձել է ընդդիմադիր եւ ընդդիմություն է ներկայանում, ինչ կասեք իր մասին եւ իր հետ համագործակցությունը հնարավոր համարում եք, թե չէ, այսինքն հավատում եք, որ մարդը 3 սատարում էր Փաշինյանին, նույնիսկ primary-ով առաջադրվելու ցուցակում կար, ցուցակում պիտի լիներ, բայց Փաշինյանը վերջին պահին ջնջել էր ցուցակից ու այդպես ճանապարհները առանձնացել էին, հանկարծ այսօր ընդդիմադիրների ձայներին է հավակնում։ Իր կամքն է, թե հավակնում է, թե չէ, ամսի 31-ը ցույց կտա, ավելացնելու ոչ չունեմ։ Պարոն Սիմոնյան, ձեր համար Արցախը կարմիր գիծ է, թե չէ։ Ինչի համար եմ սա հարցնում, որովհետև ձեր մրցակիցներից մեկը, Սարիկ Մինասյանը, ասել էր, որ Արցախը ոչ թե հանձնել ենք, այլ չենք կռվել ուղղակի։ Հիմա դուք ինչ կարծիք ունեք, Արցախը հանձնվել է, թե չի հանձնվել։ Այն ինչը որ կապ ունի իմ հետ, իմ ընտանիքի, իմ քաղաքի, իմ երկրի,
ընդհանրապես հայ ժողովրդի հետ, ուրեմն իրենց սպառնացող ցանկացած վատ բան իմ համար հոց կարմիր գիծ է, ոչ թե ուղղակի կարմիր գիծ։ Արցախի կորուստը դա ոչ միայն իմ համար հողի կորուստ է, այլ մարմնից ինչ որ բան պոկելու, որովհետև եթե քոնն է, համարում ես քոնը, որպես տղա, չես ուզենա, չէ՞ որ ուրիշը քեզանից տանի։ Հիմա այդ տիպի զգացում է, որ պատկերացնեք էլի ինքը ինչ է, հենց թասիբն է, որ քեզանից կդրե տարել են ու ծիծաղելով դրության մեջ ես հայտնվել։